Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 30-ի համար, հունիսի վերջին օրվա համար, տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է, տեսնենք, ինչ է լինելու ամսվա վերջին օրվա, գնայենք խոյերին. Ինչ է սպասվում խոյերին հունիսի 30-ին. Հարգելի խոյեր, բավականին շատ իրադարձություններ ունենք, բայց նայավորը մեկը մյուսի հետ է ուղղակի կապված։ Աշխատանքի հետ կապված ոչ նորություն կարող իմանալ, ոմանք շատ աշխատանք ունենան, պատվերներ, կընդունվեք աշխատանքի, գործնական խոսակցություն, գործնական նամակ, գործնական SMS, կարող է նաև SMS-ով ստանում եք, որ եկեք հարցազրույցի, նմանատիպ ինչ-որ մի բան է։ Ամենայն դեպս ուշադիր նայեք ձեր նամակներին, կարող է և իրոք նման ինչ-որ պահեր լինեն։ Եվ ոմանք այստեղ գործնական խոսակցություն կամ պատասխանի եք սպասում, կամ հենց փաստաթղթի եք սպասում ձեր գործերը սկսելու համար։ Հանկարծակի լուր այդ օրը կլսեք, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, թե ինչպես կանեք։ Նաև ժամին պետք է ուշադրություն դարձնել, որպեսզի չուշանաք, կարող հենց պայմանավորված եք, օրինակ նամակով, ժամ են ձեզ հետ պայմանավորվում։ Հեռախոսազանգ ունեք նաև, մի փոքր հուզված կարող եք լինել, ոմանք կարող են նաև արտասվել, բայց սա ավելի շատ հուզվածություն է այստեղ։ Հաջողություն ունեք այդ օրը, նաև տան հետ կապված որևիցե իրադարձություններ են։ Կարող է տեղափոխվում եք, առիթ է, կարող այդ ամբողջ գործնական խոսակցությունը տան հետ է կապված, գործնական այստեղ պահեր կան եւս տան հետ է կապված։ Կարող եք իրոք գնում եք տուն եք նայում այստեղ։ Ամենայն դեպս հաջողություն ունեք, այսքանը, ինչ էլ որ լինի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 30-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը նորություններ կլսեք, նաև այստեղ ինչ-որ մի բան կարող է ձեզանից գնալ կամ ինչ-որ մեկը կարող է հեռվանալ ձեզանից, որը ձեզ ցավ է տալիս, այստեղ բաժանում է ինչ-որ մեկից, կարող է գնում է ինչ-որ հեռու տեղ ձեզանից կամ հեռվանում եք իրարից կամ ինչ-որ մի բան է ուղղակի ձեզանից գնում։ Եվ այդ օրը սուտ կա, դրան ուշադրություն դարձրեք, նաև ոմանք ժամադրություն ունեն, այդ ժամադրությանը բավականին հուզված կարող եք գնալ, հուզված եք շատ, բայց հետո տրամադրությունը կբարձրանա, ամեն ինչ լավ կլինի, երջանիկ կլինեք, որ գնացել եք օրինակ, հա, այդ ժամադրությանը։ Սա նաև կարող է լինել ոչ թե սիրային ժամադրություն ոմանց համար, այլ ձեր հարազատների հետ պայմանավորվածություն եւ ժամադրություն։ Նաև պետական հիմնարկության հետ կապված ինչ-որ մի բան կա այդ օրը, պետք է էլի եւս անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 30-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ մի բան կարող է ձեզ հիասթափեցնել կամ նաև տխրեցնում է, կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել։ Հանկարծակի լուր այդ օրը կլսեք, հեռախոսազանգ նաև կունենաք, ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի, կամ զանգարում են, հա, հետո պայմանավորվում եք, եւ մի կողմից էլ ուրախ եք, ինչ-որ մի բան էլ օրվա ընթացքում ձեզ կուրախացնի։ Երկակի է, դե որ այդպես է, առավոտ, երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 30-ին։
Հարգելի խեցգետիններ, դե խեցգետինների ծննդյան օրերն են այստեղ, նաև հա նվերներ էլ ունեք։ Ոչ է գախնիկ այդ օրը կարող է բացահայտվել, որը ձեզ կարող է տհաճություն տալ։ Նա տհաճ է լինելու դա ձեզ համար։ Ձեր ցանկությունները, բայց այդ օրը կիրականանան։ Նաև նվեր կստանաք, այստեղ կարող է գիշերը նվեր ստանաք, կարող է նաև առավոտյան շատ շուտ այդ նվերով ձեզ արթնացնեն քնից։ Նա ինչ որ մի բան է, որը նաև կախված է այդպես անկողնու հետ, ոմանց մոտ սա նաև ինտիմ հարաբերություններ է։ Էլի նվերի տեսքով դա կարող է լինել, չգիտեմ ինչպես, բայց ինչ որ կապված են նվերի հետ։ Նաև սպասելու եք, նավրե հյուրերին եք սպասում կամ ինչ որ մարդու եք սպասում, ինչ որ բանի եք սպասում, գումար կարող եք ստանալ այդ օրը եւ հույսով լցված եք։ Ինչ որ մի բանն էլ ձեզ հույս է տալիս, հույսն այդ կամ դրել եք ինչ որ մեկի վրա, ինչ որ բանի վրա։ Կողը գումարի հետ էր կապված, հա, որ գումարը կտան ձեզ, աշխատավարձը կտան եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 30-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը ոչ է նամակ կարող եք ստանալ, հնարավոր է փաստաթուղթ է նաև, տեղեկատվություն եւ հանդիպում ունեք, նաև հեռախոսազանգ եւ ինչ որ մի բան է ձեր ձեռքից գնում օրվա ավարտին, ինչ որ մի բան չեք կարողանում անել, չեք կարողանում բռնել, ինչ որ մի բան է, որը որ հնարավորությունը ձեր ձեռքից բաց եք թողնում այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 30-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ոչինչ առիթ ունեք կամ առիթի ձեզ կարող են հրավիրել, կամ դուք ինչ-որ մի բան կարող եք նշել կամ ձեզ համար առիթ ստեղծեք։ Ոչինչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը, կարող եք գնալ ուշադիր եղեք։ Նաև գործնական հանդիպում, գործնական շփում ունեք այդ օրը, պետական հիմնարկության հետ կապված հարցեր, ուսման կենտրոն դա կարող է լինել, բժշկական կենտրոն եւ այլն։ Նաև հանդիպում շփում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, առողջության հետ կապված այստեղ տատանվում եք, ինչ-որ մի հարց է ձեզ տանջում, եւ իհարկե պետք է ուշադրություն դարձնեք ձեր առողջության այդ օրը, այսպես թե այնպես։ Նավարը գնում եք հիվանդանոց ցույց տալիս, կամ ոչ բժշկական կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 30-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ոչ միտեղ կարող եք երկար մնալ, ինչ-որ մեկին սպասել կամ ինչ-որ նաև ոչ քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք այդ օրը։ Ոչինչ չունեք։ Ցավոք սրտի, ինչ-որ կարող է միտեղ երկար եք մնալու եւ ոչինչ չեք անելու եւ առասարակ այդպես հատուկ բաներ չկա ձեզ համար։ Նաև քայլ անելուց առաջ, սա ինչ-որ մի զգուշություն է, զգուշացում է, որը նաև կարող է վերաբերվել բոլոր ոլորտներին, որ ոլորտը, որ այդ օրը ինչ-որ մի ձևով վատ կարող է լինել, կամ ինչ-որ պահ կարող է հարկավոր լինել, որ ամեն ինչ վերցնեք ձեր ձեռքը։ Այսքանը ձեզ համար, ինչ բան չկա։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 30-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս։
Նաև վերջին 1 ամս վերադարձությունը կարող է ավարտվել։ Ժամադրություն ունեք, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ։ Նաև որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Հյուրեր ունեք կամ դուք կարող եք գնալ հյուր, հույսներ դրել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա այդ օրը, ձեր ցանկությունները կիրականանան եւ որոշ հարցերում դե հաղթանակած դուրս կգաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 30-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը փոքր հրավերք ունեք առիթի, եւ այդ առիթին կարող է ինչ-որ մեկին հրաժեշտ տալ է, կարող գնում է բանակ, կարող է գնում է օտար երկիր, դրա համար է ինչ-որ նմանատիպ մի բան կազմակերպել։ Դուք եք գնում, դուք եք կազմակերպել մարդկանց հրավիրում։ Ինչ-որ մի բան է այստեղ, որը կապված է առիթի հետ։ Ուրիշ ոչինչ չունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 30-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ սպասման մեջ եք կամ հեռախոսի եք սպասում, որ զանգեն ձեզ, կամ զանգել են, հետո եք սպասում, որ գան, որ հանդիպեք, ինչ-որ մի բան է։ Նորություն կլսեք այդ օրը, նաև ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, հանդիպում ունեք այդ օրը նաև, հանկարծակի լուր։ Ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին պետք է ուշադրություն դարձնեք այդ օրը եւ հյուր, կամ դուք կգնաք ինչ-որ մեկին հյուր, կամ ձեր տուն կգան։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 30-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կարող եք տատանվել, ինչ որ հարցի հետ կապված, ինչ որ կարևոր բան է կարող է մի խոսքով, ինչ որ ծանրութ հետև կանեք։ Նաև երջանիկ եք, ինչ որ բան կերջանկացնի, ինչ որ մեկը կարող է նաև երջանկացնել։ Հուզված եք, այստեղ սիրահարված եք, կարող են ձեզ սեր խոստովանել նաև դրանից հուզվեք։ Դուք եք սեր խոստովանում, դրա համար եք հուզված, չի բացառվում։ Եվ նաև տխուր եք օրվա վերջ, այստեղ ուրեմն կարող է հուզված չեք, այստեղ կարող է ձեր սիրելիի հետ է կապված։ Կարող եք տխրել, այստեղ եթե սիրելի հետ է կապված, ուրեմն դա կամ թաքուն հարաբերություններ կամ եռանկյուն հարաբերություններ կամ բացահայտվում է, որ եռանկյուն հարաբերությունների մեջ էիք, չգիտեիք կամ ինչ որ մի ձևով որոշում են թաքուն հարաբերություններ ձևավորվել եւ դուք դրա համար եք տխուր, այստեղ չգիտեմ, նաեւ կարող եք արտասվել, ուրեմն այդ դեպքում բացի դա էլ սա կարող է լինել հիասթափություն ինչ որ մեկից, ոչ թե սիրելիի հետ կապված լինի, այլ ուղղակի հիասթափվեք ինչ որ մեկից կամ ինչ որ բանից։ Նաև ոմանք կամ անակնկալ կարող են անել, կամ անակնկալ ինչ որ միտեղ լինեն եւ այնտեղ անակնկալներ լինեն, հա, թաքուն որևիցե պահեր լինեն, որը որ չեք իմանում, կարող է հղիության հետ է կապված, երեխայի սեռի հետ է կապված։ Սա նաև ուղղակի ոմանք ունեն թաքուն սիրային հարաբերություններ, կհանդիպեն այդ օրը, նաև եռանկյուն հարաբերություններ եւս կհանդիպեն այդ օրը։ Ես չգիտեմ ինչի հենց դա է ձեզ տխրեցնում, չգիտեմ ինչու։ Այսքանը կամ կարող եք հիասթափվել, իրոք իմանաք։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 30-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը բամբասանքներ կան, կամ ձեր հասցեին այդ բամբասանքները, կամ ձեր շուրջ են բամբասելու այդ օրը։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը այդ օրը, եւ ոչ մեկից բաժանում, ինչ-որ մի բանից հեռացում, կարող է լինել, որ ձեզ կարող է տխրեցնել։ Նամակ, լուր, տեղեկատվություն այդ օրը կստանաք, ոչ փաստաթուղթ նույնպես, կամ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, եւ իհարկե այստեղ երջանկություն, որովհետև հանդիպելու եք ձեր սիրելիին, կամ կարող եք երջանիկ լինել, որովհետև ինչ-որ մի թաքուն գործողություններ եք կատարում, կամ դուք եք կատարում, կամ այստեղ կարող է անակնկալ պահեր են, նաև կամ հենց թաքուն գործողություններ, գաղտնի ինչ-որ գործողություններ, սա ոչ միայն լավն է, նաև վատը։ Նաև սա գաղտնի սիրային հարաբերություններ են, որտեղ եւս երջանիկ կլինեք, նաև գաղտնի եռանկյուն հարաբերություններ են, որտեղ եւս երջանիկ կլինեք բնականաբար։ Եվ թաքուն գործողությունները նաև անակնկալներն են, որտեղ որ կարող եք գնալ եւ ինչ-որ մեկի մասին իմանալ, օրինակ, որ հղի է, իմանաք երեխայի սեռը եւ դա եւս ձեզ երջանկացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։